Ապրիլի 22-ին ազգային ժողովում Հայաստան դաշինքի падգամավոր Արծվիկ Մինասյանը հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացրեց։ Օրինագիծը հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին շրջանում ծավալված քննարկումների արձագանքն էր։ Ցեղասպանության հետ կապված փաստերը ստուգելու մասին խոսեց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ձևակերպած իրական Հայաստանի խոսույթի շրջանակում։ Եթե նախապես այն Արարատ եւ Արագած լեռների միջև նախընտրության կամ ավետյաց երկիրը 29800 քառակուսի կիլոմետր տարածքում տեղավորելու մասին էր, ավելի ուշ այս ցանկը համալրեց ցեղասպանության թեման։ 2024-ի սեպտեմբերին համաշխարհային հայկական երկրորդ համաժողովի ժամանակ վարչապետը ակնարկեց, թե Խորհրդային Միությունը թույլ է տվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը, ելնելով բացառապես իր շահերից։ Խորհրդային Հայաստանում թույլատրվել է խոսել եւ պաշտոնականացվել է հայոց ցեղասպանության թեման, դա ճշգրիտ համընկել է Խորհրդային Միության եւ Արևմուտքի, Խորհրդային Միության եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրման հետ։ Փաշինյանը վերադարձավ ցեղասպանության հարցին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների ավելի ուշ մարտին թուրք լրագրողների հետ հանդիպմանը։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Իշխող ուժի մյուս ներկայացուցիչները, օրինակ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ավելի հեռուն գնաց Ազատության հետ զրույցում նշելով. կա ցեղասպանության թանգարան, ցեղասպանության հետ կապված գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենալ այդ 1.5 միլիոնի ազգանունները, որտեղ ոնց ինչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Որովհետեւ մինչեւ հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքենք։ Իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում մեկնաբանելով Անդրանիկ Քոչարյանի հակասական պնդումները հայտարարեց. Սա փաստորեն ցեղասպանության քննարկման, ցեղասպանության այսպես ավելի խորքայինորեն ճանաչում բառը օգտագործեմ, ճանաչման process-ի շատ ավելի այսպես գիտական եւ առարկայական մոտեցման սկիզբը։ Իսկ առհասարակ, ինչ տեղ ունի հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի այսօրվա կառավարության արտաքին քաղաքական օրակարգում, մի փուլում, երբ Թուրքիայի հետ գործընթաց է սկսվել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ 1 առաջնահերթությունը չի։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք առաջնահերթություն ունեցած չէ անգախ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, որովհետև շրջապատված երկիր է, աղքատ երկիր է եւ իրավասությունը կբահանջի, որ երկիրը փորձե կոյադևել եւ զարգանալ հատկապես։ Ցեղասպանությունը դա քաղաքական հանցագործություն է եւ պետությունը որպես ազգի կազմակերպման քաղաքական կազմակերպման բարձրագույն ձև ինքը պետք է այդ թեման դարձնի իր ամենօրյա օրակարգի մաս։ Չհերքելով հայկական լոբբիի ազդեցությունը, ընդդիմությունը կարևորում է այս հարցում Հայաստանի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունը։ Կարելի է ասել, թե 2022 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների 50-րդ նահանգի կողմից ցեղասպանության ճանաչումը կրկին Հայաստանի ջանքերի արդյունք էր։ Չեմ կարող այդ առումով որևէ գնահատական տալ, որովհետև ես ինքս չեմ ականատես չեմ եղել այսպես ակտիվ գործողությունների, բայց ես նաև գիտեմ, որ արտաքին գործերի նախարարությունը դեռ գործում էր իներցիայով 30 տարվա այդ մշակած քաղաքականության շրջանակներում։ Վերադառնալով Հայաստան դաշինքի շրջանառած օրինագծին, նշենք, որ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը անդրադառնում է ցեղասպանությանը եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններին ընդհանրապես, իսկ հայոց ցեղասպանություն ձևակերպումը օրենքում չկա։ Ընդդիմության առաջարկած օրինագիծը վերաբերում է հենց հայոց ցեղասպանությանը։ Ցավոք սրտի մենք հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ հենց հատկապես հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը պետք է քրեորեն պատժելի լինի։ Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ 44-օրյա պատերազմից 5 եւ Արցախի էթնիկ զտումից 1.5 տարի անց, ինչ են մտածում Հայաստանի քաղաքացիները այս հարցի վերաբերյալ։ Ես ճիշտ ասած քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց դարերով եկած բանա, որ պետք է առաջ տանեն, ոչ թե չեղարկեն։ Որ ասեմ, հստակ բան չեմ կարող ասել, քանի որ քաղաքականության մեջ ընդհանրապես ես ինքս ընդհանրապես կապ չունեմ քաղաքականության հետ, ինչքան էլ հասկանում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինչ-որ
ոնց որ տեղեկություն ունենա, բայց ինքս ոնց որ փորձում եմ մաքսիմալ հետ մնալ այդ ամեն ինչից։ Խաղաղությամբ չեմ զբաղվում։ Ոնց որ ճիշտ հասկացեք, ես մենակ մի բան գիտեմ հաստատ, որ ես շատ եմ սիրում իմ ազգը, իմ պետությունը, իմ երկիրը, իմ ժողովուրդը։ Պիտի չմոռանանք, մեր առաջնային խնդիրը ցեղասպանությունն է լինելու։ Ղեկավարը եթե ինչ լրիվ հիասթափված բան։ Մենք ստեղից չենք ճիշտ ասած։ Լսել եք, որ իշխանությունները ասում են, որ պետք է ողջել դեռ ցեղասպանությունը ինչ պայմաններում է եղել։ Ես լրատվականի աշխատանքից։ Ծանոթ եմ, բայց ես շատ քաղաքականության մեջ չեմ խորանում, ճիշտ ասեմ։ Դրա ժամանակից շատ չունեմ։ Трактовка турецкой власти. Իշխանությունները պարբերաբար վերադառնում են այս թեմային եւ ասում են, որ դա մեր արտաքին քաղաքականության օրակարգում չէ, առաջնահերթություն չէ։ Սաղորը տանրադադարում։ Անթատ իշեր է դրը։